Հանցագործությունների կանխարգելում ու վաղ փուլում բացահայտումը եղել ու շարունակում է մնալ իրավապահ համակարգի առանցքային խնդիրներից մեկը։ Պաշտոնական վերջին հրապարակումների համաձայն նկատվում է ոչ միայն բացահայտումների, այլև վտանգավոր առարկաների հայտնաբերման աճ։ Բարեկային ծառայության տվյալներով միայն 2026 թվականի առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն։ Ավելացել են թե թմրամիջոցների շրջանառության, թե ապօրինի պահովող զենք զինամթերքի հայտնաբերման դեպքերը։ Թմրամիջոցների հայտնաբերման ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 80 դեպքով, հասնելով 1300-ի, իսկ զենք զինամթերքի հայտնաբերմանը 35 դեպքով, կազմելով 132 դեպք։ Հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ բարեկային ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 90 հետախուզվող անձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 51-ի դիմաց։ Ուշագրավ է մեկ այլ հանգամանք ևս՝ 19.9%-ով աճել են սառը զենքի հայտնաբերման դեպքերը։ Փաստաբանների դիտարկմամբ սառը զենքի հայտնաբերման աճը պայմանավորված է միաժամանակ երկու գործոնով՝ թե իրավապահների աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ, թե նման առարկաների շրջանառության եւ կրման աճով։ Վստահաբար ավելի մեծ թիվ է դարձել անձանց կողմից սառը զենքի կրումը կամ այլ զենքերի գործիքների կրումը, որը եւ կարող են զուտ դիտարկել միայն միջադեպերի թվաքանակը ու հաճախականությունը նայելով։ Դրան զուգահեռ իհարկե պետք է աճեր նաև բացահայտման թվերը։ Կատարված փոփոխություններով ներքին գործերի նախարարությունը արդեն իսկ խստացրել է խնդրի օրենսդրական կարգավորումները։ Նոր փոփոխություններով արգելվում է մինչև 18 տարեկան անձանց արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքին նմանվող առարկաների, սարքերի եւ գործիքների վաճառքը, դրանց վաճառքի գործընթացում անչափահասներին ներգրավելը, ինչպես նաև 16-ից 18 տարեկան անձանց կողմից դրանք կրելը։ Մենք չունենք հստակ չափորոշիչներ, մենք չունենք հստակ դաստիարակություն, սահմանափակումը շատ լղոզված է։ Կարծում եմ, որ անգամ ակնհայտ անչափահաս երեխայի երևացող անձին կարողանան վաճառել եւ չեն հարցադրի արդյոք չափահաս է, անչափահաս է։ Փաստաբանների գնահատմամբ կանխարգելիչ ստուգումների ընթացքում սառը զենքի հայտնաբերման դեպքերը շատ քիչ են։ Նրանց խոսքով նման դեպքերում սառը զենքը հիմնականում հայտնաբերվում է այլ իրավախախտման կամ հանցագործության բացահայտման ընթացքում, երբ իրավապահները մեկ այլ հանգամանք են ստուգում, սակայն հայտնաբերում են նաև սառը զենք։ Փաստաբանները նշում են նաև, որ միայն սառը զենք պահելու կասկածով խուզարկություններ կամ զննություններ հազվադեպ են իրականացվում։ Խնդրի լուծման համար միայն վերահսկողական միջոցառումները ըստ փաստաբանների բավարար չեն։ Ավելի մեծ արդյունք կարող են ապահովել կանխարգելիչ աշխատանքները ու հասարակության իրավագիտակցության բարձրացումը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։